Բարև ձեզ և շնորհակալություն այս թեմայով ձեր հետաքրքրվածության համար։ Վերջերս փոփոխություններ են տեղի ունեցել և ինչպես գիտենք, տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հատկացման գները սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը։ Եվ վերջերս կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, այլ կերպ ասած լրացվել են հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նոր չափորոշիչներ, եւ դրան արձագանքելով ներքին գործերի նախարարը ստորագրել է հրաման եւ սահմանել է այն գները, որով այդ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշները կարող են հատկացվել։ Նախապես ասեմ, եթե այդպիսի ընկալում կամ սխալ ընկալում կա, այստեղ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին։ Դրանց հետ կապված աճուրդային կանոնակարգումներ ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել, ընդ որում այդ չափորոշիչներում ևս որևէ փոփոխություն չի կատարվել։ Այսօր խոսելու ենք բացառապես հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին։ Ես ընդհանուր տարբերության մասին կխոսեմ, թե ինչով են տարբերվում առանձնահատուկից, որովհետև այս հարցներ երբեմն հանդիպում ենք սոցիալական հարթակներում, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հստակ դրան տարանջատել եւ նաեւ եթե անհրաժեշտություն կլինի, իհարկե կխոսենք նաեւ կոնկրետ թվերով, թե օրինակ որ կոմբինացիան, որ համադրությունը, որ համադրության համար ինչպիսի գին է սահմանված։ Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները բաղկացած են կամ առնվազն 4-0-ից եւ 1 թիվ, իհարկե լատինական տառերը գիտեք, կրկնվող կամ տարբերվող, սրա մասին առանձին չանդրադառնանք։ Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում միշտ առկա է կամ 4-0 եւ 1 թիվ կամ 5-0։ Սա բանաձև է, սա ամրագրված է։ Բայց մեր քննարկումները, քաղաքացիների ստացված դիմումները, հետազոտություններն ինչ են ցույց տալիս, որ այնուամենայնիվ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում դեռևս ընդգրկված չեն եղել այնպիսի համադրություններ, որոնք իսկապես քաղաքացիների շրջանում ներկայացնում են որոշակի հետաքրքրություն։ Հիմա ես փորձեմ բանաձևել, թե ինչն ենք փոխել, կոնկրետ կոմբինացիան ենք անդրադառնանք։ Նախատեսել ենք այնպիսի չափորոշիչներ, երբ համարանիշի մի կողմում դա կլինի 2 նիշ կամ 3 նիշը, թվերի մասին է խոսքը, միշտ գտնվում են զրոները։ Ֆիզիկական անձանց պարագայում գիտեք, սկզբից 2-0 է, իրավաբանական անձանց պարագայում 3-0 է, կամ 2 նիշ եւ 3 նիշ համապատասխանաբար։ Լատինական տառերը, ինչպես բոլոր պարագաներում, կարող են լինել նույնը, այսինքն կրկնվող կամ տարբերվող։ Մյուս կողմում թվերից կամ նույն թիվը կրկնվում է, ասենք 3 հատ 1, կամ 2 թիվ կա, որոնցից մեկն է կրկնվում, ասենք 121։ 121 համադրության մեջ 2 հատ 1-ը կրկին կրկնվում է։ Հասկանալի է։ Այսինքն, եթե ամփոփենք այս նկարագրությունը, միշտ մի կողմում գտնվում են զրոներ, ներողություն, լատինական տառերը կրկնվում կամ տարբերվում են, մյուս կողմի 3 թվերի պարագայում կամ նույն թիվը անընդհատ կրկնվում է, կամ այդ 3 թվերից կրկնվում է նույն թիվը 2 անգամ եւ 1 տարբերվող թվի համադրություն։ Սա ընդհանուր առմամբ։ Պարոն Գևորգյանը, եթե ավելացնելու ընթացքում բան կունենա, խնդրում եմ ավելացնել։ Գների պարագայում ասեմ, ինչպես են որոշվել գները, իհարկե քննարկումներ ունեցել ենք եւ առկա չափորոշիչների եւ գների համեմատական ենք անցկացրել, թե նոր չափորոշիչին համապատասխանող այսինչ համադրությունը, որ գնային սեգմենտի տակ պետք է տեղավորել։ Եթե ձեզ կհետաքրքրի, ես կարծում եմ կհետաքրքրի պայմանական պատահականության սկզբունքով, ես կարող եմ որոշակի, այսպես ասած, համադրություններ հրապարակել, ասեմ, որ գնային սեգմենտը 250,000-ից մինչև 8 միլիոն միջակայքում է սահմանվել։ Գիտեք երևի, որ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի նվազագույն շեմը սկսվում է 60,000 դրամից եւ ավարտվում է 8 միլիոնով։ Այսինքն սա նշանակում է, որ ներքին գործերի նախարարի հրամանի առումով մենք բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել։ Մենք ավելացրել ենք այս սեգմենտներում կառավարության որոշմամբ եւ հետո տեղայնացրել նախարարի հրամանով, որոնք տեղավորվում են 250,000-ից մինչև 8 միլիոնի միջակայքում։ Օրինակ, 250,000 դրամի սեգմենտում այսպիսի համադրություն ենք ավելացրել 00 պլյուս մինուս XXY։ Այսինքն, ինչպես ես նշել եմ, մի կողմում 0-ն է, սա ֆիզիկական անձանց հատկացող համարանիշ է, 2 հատ 0 մի կողմ, պլյուս մինուս նշանակում է տարբերվող լատինական տառեր, XXY իմաստացն է, XX-ը կրկնվում է դա նույն թիվն է, Y-ը տարբերվող թիվն է։ Օրինակ, պատահականության սկզբունքով 00 A AB լատիներեն
եւ 771 օրինակ։ Այսպիսի համադրություն ունենք, օրինակ 600,000 դրամանոց սեգմենտից օրինակ բերենք XX պլյուս մինուս 3-0, էլի մի կողմ ունենք 0, էլի մի կողմ ունենք թվերի համադրություն եւ կրկնող կամ տարբերվող լատինական ուրեմն տառեր։ Նույն համաչափությունը պահպանված է նաև իրավաբանական անձանց հատկացվող համարանիշերի պարագայում, արդեն իմ ասած սկզբունքով երեգնիշը պարզապես գալիս է ավելի սկիզբ։ Ես նաև ասեմ, որ պարոն Գևորգյանի հետ էլ մենք այդպիսի քննարկում չէ, ուղղակի տեղեկատվության փոխանակում ենք ունեցել, խոսքը վերաբերում է այն հաշվառման համարանիշերին, որոնք պարունակում են 7 նիշ։ Սա կանխելով այն հարցերը, թե արդյոք կարող են այս համարանիշները հատկացվել մոտոցիկլետներին եւ այլ փոխադրամիջոցներին։ Ոչ, սա այն տրանսպորտային միջոցների համար է նախատեսված, որոնց համարանիշների համար նախատեսված է 7 նիշ, այսինքն 5 թիվ եւ 2 տառ։ Այսքանը, շնորհակալություն, եթե հարցեր ունեք։